Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Էս ինչ ես անում, արա։ Վայ հորս ավ։ Հարված էր գոլ խփեր, մեկ էր մի հատ ուժեղ պայթյուն։ Պատարը միջացած վանուս ախտեր։ Նա շատ ամբռնազբոսն է։ Բացարձակ սուտ է։ Ոտից հոսանքը խփում է։ Սկերեցկու ազդերը երբ շարժվում էին, Բայց որ մի հատ այսպես բացվել եմ։ Հանդիպում մեկնարկում է շատ դաժան տեսարանով։ վայ ես Պարոն Սարգսյան Լիզան։ Վտանգավոր արված ու Գոլ! Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Տարվա գլխավոր սպորտային շաբաթվա հենց այնպես չէի կարող անցկացնել առանց իմ սիրելի հանրային հեռուստաընկերության 4 տարբեր սերունդների մեկնաբանների, ասեմ ավելին, սպորտի բաժնի ղեկավարների ներկայության տաղավարում են Կարեն Գիլոյանը, Արմեն Գարամյանը, Էդուարդ Քալանթարյանը և Սլավա Սարգսյանը։ Ոնց եք։ Շատ ուրախ եմ, որ այս խառը շաբաթը հենց այնպես մենք այդքան էլ չէ, մենք լարված ենք։ Շատ լարված եք, չէ՞, սպասում եք ամսի 19-ին։ Մեր քնելու ժամն է։ Գիշերները պետք է խաղանային։ Հա, նկարահանում ենք ցերեկը։ Ով է հաղթելու։ Մենք նկարահանում ենք այսօր ամսի 10-ն է, այսինքն դեռ մի քանի խաղ կա։ Դուք արդեն գիտեք ավելի։ Ես գիտեմ ով է Ով է հաղթել հաղթելու։ Ֆրանսիան։ Հա, համաձայն եք, պարոն։ Բացարձակ ոչ։ Խորամանկ պատասխանել էլի, այս պայդրությամբ միայն Ֆրանսիան է դուրս եկել։ Կիսա եզրափակի։ Այսինքն շանսերը տոկոսային առումով։ Հետո ասեմ, որ իր երկրպագած հավաքականը վաղուց Վաղուց չէ։ տներով են Վաղուց, գնացել, հա։ Դա վաղուց էր Ո՞ւմ արվում։ երկրպագել։ Պորտուգալիային։ Պորտուգալիա։ Եվ միշտ երկրպագելու եմ Պորտուգալիա։ Ոստեղ միակ մարդը ես եմ ու ախընտրած հավաքականը դեռ պայքարում է ու Թերոք հաղթելու է։ հավաքական այս Ու մունդիալը։ հաղթելու է Արգենտինա։ Դա է պատճառը, որ Ֆրանսիային երկրպագում։ Գոհանկած իհարկե։ ինչ որ մեկը չդառնա Ես եւ պարոն Սարգսյանը գոնե խոսելու տեղ ունենք, մեր երկրպագած հավաքականը ամենաշատն է աշխարհի չեմպիոն դարձել 5 անգամ։ Այնպես որ Բայց լրիվ։ երբ է վերջին անգամ դարձել։ 2002-ին։ Խոսքը Բրազիլիայի։ Բան չի Այո, անցել, 24 տարի է այդ ամենը։ Իսկ նոր կազմն եք սիրում։ Նոր կազմը այն կազմը չէր, Վավան թարգել է։ որ չեմպիոնի համար պայքար մղեր ճիշտ ասած։ Չնայած Բրազիլիան մնում է Բրազիլիա, Բրազիլիայի խաղը բոլորին է դուր գալիս։ Նա խաղում է ոչ միայն ֆուտբոլ, հենց այնպես, նա խաղում է հանդիսատեսի համար, ֆուտբոլասերի համար։ Հենց այնպես է Դա վերիդունը շատ է կա։ Այդպիսի խաղով 5 անգամ աշխարհի չեմպիոնա դառ, իր մարտավարությունը երբեք չի փոխել։ Այ հիմա մի չփոխելա ճիշտ է։ Որովհետև ճիշտ մարզիչ է։ Իտալիայից մարզիչ որ բերեն, տենց կլինի էլի։ Ճիշտ Սա մարզիչ է պրագմատիկ եկել։ ֆուտբոլ խաղալ ու լավ չի, բայց ժամանակին Ռոմանտիզմը կորել է, Բայց ռոմանտիզմը հնարավոր է որ հենց բրազիլիական։ Անչելոտին դարձնի աշխարհի չեմպիոն։ Այո, դե որ էր դարձնում էր դարձնել Դա էլի։ շուտ է, միանգամից աշխարհի Չէ, չեմպիոն չէ, չեն դառնա։ բարձր սպասել։ Անչելոտին կգնա հանգստանալու Չէ, մյուս մնում է։ առաջնության։ Չէ, մինչև 30 թվական Դե պատկերացրեք էլի։ Հա, դե իսկ կարելի ասացի Արմենի պարագրամը ամենահեշտը, իսկ Կարենին ամենահեշտը։ Այսինքն ամեն փուլից հետո եթե այդ թիմը դուրս ավի, ինքը մի հատ նոր թիմ ունի, որին միշտ երկրպագում։ Բացարձակ Բայց սուտ է։ Արգենտինան պարտվի, կասի Մեղք են գործում, Ես հիմա պատվիրաններից Շվեյցարիայում մեկն է շատ եմ հաղթում, եղել, ստում են, որովհետև 2006 թվականից այս կողմ ես Արգենտինայի հավաքականի երկրպագու եմ։ Հավատարիմ երկրպագ։ Հավատարիմ։ Արգենտինայի- Դրանից առաջ երկրպագել եմ Բրազիլիա, բայց 2006 թվականից այլևս նախընտրել եմ Արգենտինան, շարունակում եմ ու ի հեճուկս ստախոսների եւ ճուզողների ամսի 19-ին տոնելու եմ Արգենտինայի հավաքականի Սարգսյանը տրիումֆը։ կվերադառնանք, եթե Արգենտինան պարտվի։ Հա, ես մի քիչ նաև անհանգստանում եմ, որ իրանք մի թիմից են լինելու շատ շուտով խաղ են խաղալու։ Արգենտինան համարյա պարտվել էր, բան չէր մնացել։ այդ եմ ասում։ Համարյան հաշվի մեջ։ Արգենտինա-Եգիպտոս խաղի ժամանակ Լավ խաղեր։ Եգիպտոսի ֆորմա էր արդեն on-line պատվիրում 2-0-ի ժամանակ, որ գոնե Բայց համարյան չենք հաշվում, որտեվ Արմեն հիշում ես վերջ երկու խաղի վերջում ես քեզ ինչ էի գրում, որ թուլանալ է պետք է։ Բայց օրինակ երբ Պորտուգալիա եւ Արգենտինա միշտ չեն խաղացել իրար այդ աշխարհը։ Միշտ չեն խաղացել իրար։ Չէ, չեն խաղացել, որտեղ բռնիկը պատժի Արգենտինա։ Արգենտինան ու Բրազիլիան
Արգենտինայի խաղես մեկնաբանում կամ դուք պարոն Գիլոյան Պորտուգալիայի ո՞նց եք զսպում ձեր։ Հիմա չեմ ես մեկնաբանում։ Ես շատ հանգիստ։ ժամանակ։ Ես շատ հանգիստ։ Հա, կարողանում ես ասել, Սկզբում «Վաու, դժվար է։ Մեսսի»։ Շատ դժվար է, բայց Կարենը հենց իր Լավագույնն ես, Մեսսի կարողանում ես։ Կարենի կուրքը մանես։ Սա լավագույնը լինի որ ասեմ ինչ որ բան։ Կարենի կուրքը հենց թարգեց ֆուտբոլը, ինքը էլ չի մեկնաբանում։ Մարադոնա։ Ալֆրեդո Դի Ստեֆանո։ Դրանից հետո չի մեկնաբանում։ Ես ես նաև հյուրասիրում եմ Օգտվում են Artists for Homer-ային ծրագիր է, բանն է։ Դե հա, Լեսուներին են տալիս։ որ բաներից էլ խոսակ։ Բացվել են։ Ես ուզում եմ ես ամեն ինչը լինի։ Այն կողմ է։ Ես ես հյուրասիրում եմ մեր գործընկերոջ Անդակո ընկերության իտալական զուեկ բնական հյութերը, որոնք չեն պարունակում շաքար, առանց գույնի եւ համային հավելումների են։ Մեզ Ձերի այդ ջան, կարող է սաճիկով վայել։ հա, առանց շաքարի են։ Այո։ Պարոն Էդուարդ Քալանթարյանը ջրված լեգենդ ունի, որ ամեն շաբաթ հայտարարում է, որ նա այլևս դիետիկ է սնվելու։ Քալանթարյանը միշտ դիետ է։ Երկրորդ օրը գալիս է, ապեր հիշում ես, որ նախորդ օրը ասել է դիետիկ եմ սնվելու, այսօրվանից է դա։ Օր մեկ։ Դե հիմա ձեռը դիր խրճի դու ասա, քանի կիլո աչքի դիմաց, այսենց իջա։ 2, 3, 12։ Բրավո։ Այո։ 140-ից դարձավ։ Աշխարհային ընթացքում մի քիչ խախտել եմ, ճիշտ է, բայց Հա, չիպսեր, չէ, անպայման պետք է դե ուտել։ գարուց պատրաստված ինչ-որ բաներ կան, հա։ Ջրով Անտարբեր չեն թողնում։ Լավ, ինչպիսին է մեկնաբանների կյանքը, մեկնաբանների պատմությունները, հետաքրքիր, կուրիոզ, էպիկ, խայտարակ, ինչու ոչ, ուղիղ եթերում եք աշխատում, մեկնաբանում, բոլորը ուշադիր լսում են։ Պատմելու չէ։ Պատմեք։ Բոլորը 18+։ Մենք սիրում ենք 18+ պատմություններ։ Պարոն Սարգսյան, թերևս սկսեք դուք։ Հին պատմություններ։ Պարոն Սարգսյանինը 23+ է։ Մեկնաբանի կյանքը նենց հերվից շատ թեթև ու հեշտ է երևում, բայց շատ ծանր աշխատանք է։ Չկա մեկնաբան, որ իր գործունեության ընթացքում ասենք սխալներ թույլ չտա։ Կուրիոզներ չանի։ Այդպիսի մեկնաբան գոյություն չունի աշխարհում։ Բայց կան մեկնաբաններ, որոնց մոտ մի քիչ ավելի դա շատ է, որոնց մոտ ավելի քիչ։ Իսկ կուրիոզներ, չգիտեմ, կուրիոզների շարքին է դասվում թե ոչ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Իսպանիայի առաջնության ցուցադրման իրավունքներ գնել։ Ես ու Կարեն Գիլոյանս վարում էինք։ Գիլոյանը։ Նոր էր, նոր ասպարեզ էր դուրս գալիս Կարեն Գիլոյանը, ինձ ղեկավարները ասեցին միասին, երիտասարդի հետ միասին, ասեք վարել ու կարծում եմ ված չստացվեց այդ առաջնության ժամանակ։ Վարում ենք հերթական հաղորդումը մեր տաղավարից հմեկի։ Խոսալու ժամանակ դե այսպեսի մութ պայմաններում մի հատ լամպ կա միացված, որ մեր սեղանն է երևում։ Մնացածը մութ է։ Մեկ էլ էկրանը։ Այն լավ պահին, երբ որ թիմերից մեկը արդեն գոլային պայր ստեղծել պիտի հարված էր գոլ խփեր, մեկ էլ մի հատ ուժեղ պայթյուն։ Այդ մեկ լավ։ Այնպեսի պայթյուն ու մութ ոչ մի բան չի երևում տաղավարի մեջ։ Ասեցինք էս ինչ եղավ։ Մեկ էլ նայում տենամ ես վերնաշապիկից թևը վառվում է։ Մասնատես ինչ եղավ, պատերազմը սկսվել է, ինչ ա եղել։ Այդ պահին եկան մեր աշխատողները դուռը բացեցին, լույս վառեցին, բան դերտեն, մեկ էտենամ Կարեն արդեն աթորից բարձած է գնացել։ Ասի Կարեն ջան կանգնես գնա ղեկավարներին ասա թող ինձ մի հատ վերնաշապիկ առնեն։ Իրականում բաճկոներ։ Ավելի ցանկ էր էլի։ Բայց եթերում ինչ էր լսում հեռուստադիտողը։ Պայթյուն։ Հայոյանքներ, պարոն Սարգսյանի բառապաշար ամբողջ վայքու։ Լսել էր Կարենը, որ իսկական կաշին չի վառվում։ Ուզում էր ստուգել, այդպես վառն տեսնեմ իրեն չի վառվում։ Սարգսյանն ասել էր իսկական կաշի է։ Այդ ամենը եթեր։ Բայց շատ վախենալու պահ էր իմիջայլոց ձեզ ասեմ, ասինքն ես Հա, բայց ձեր գլխին գալով է, բա Իջևանում որ կայծակը Այ, մա Իջևանը պատմե։ Երևանի մասին չէ։ Հայաստանի գավաթի եզրափակիչը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը առաջին անգամ պետք է անցկացվեր Իջևան քաղաքում, նոր ստադիոն էր կառուցված։ Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը հրահանգ տվեց, որ ամեն ինչ պիտի արվենք, որ այնտեղից ուղիղ հեռարձակում ապահովենք։ Դե ես էլ սպորտային հաղորդումների գլխավոր խմբագիրն էի։ Վազում եմ այստեղ, վազում եմ այնտեղ, բարձանում ենք այն սարերի վրան, այնտեղ անտենաներ կա եւ այլ եւ տեխնիկների հետ, ինժեներների հետ միասին մի խոսքով ամեն ինչ արեցինք, որ ապահովի խաղը, գնացել ենք արդեն կամերաները տեղադրված, ամբողջ անձնակազմը տեղում է, բայց մինչ այդ մենք նույնիսկ կամերաների տեղը չէինք կարողանում գտնել որտեղ դնենք, որտեղ ստադիոնը մի տրիբունա ուներ։
Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ինձ ասաց մենք այն հակառակ կողմը ասենց մի հատ հարթակ կսարքենք ծածկոցով ամեն ինչով դու ձեր աշխատանք այնտեղից իրականացրու ասացի ոչ մի խնդրեմ չկա մի օրվա մեջ այդ ինչ արեցին այդ մարդիկ մի հոյակա բան սարքեցին մի խոսքով ծածկոցով բանով ամեն ինչով մենք սկսել ենք ռեպորտաժ առաջին խաղակեսը եթե չեմ սխալվում բանանց Արարատի հետ էր խաղում Ես ապշած եմ։ Առաջի Պարոն Սարգսյանի հիշողությունը։ Առաջի խաղակեսը խաղում մի բան կպատմեմ։ Առաջի խաղակեսը անցավ նորմալ պայմաններում։ Երկրորդ խաղակեսը սկսվեց փոթորիկի հետ զուգահեռ։ Մի փոթորիկա, քամի, անձրև մտնելը ամբողջ տարածքը ոչ մի բան համարը չի ոնց որ գիշերվա ոնց որ գիշերը լինենք էլի ախպե մեկ էլ տեսնեմ ես Մերևի մեր ծածկոցը չկա, քամին տարել է։ Անձրևը գալիս է ամբողջ բոլորիս վրա, մեր տեխնիկայի վրա, մեկնաբանի վրա, ռեժիսորի վրա, մի խոսքով բոլորի վրա ինչ անենք, խաղը չի դադարեցնում դադավորը, շարունակեք։ Մեկ էլ տեսնեմ ոչ օպերատոր կա, ոչ էլ ռեժիսոր կա։ Տեխնիկների չէ, բան հոսանքը խփում է, պատկերացնում ես ինչ վիճակ է։ Մեկ էլ մոտիկանում է ինձ զվուկարեժիսորը, հնչյուրային ռեժիսորը մոտիկանում է, մի կերպ միկրոֆոնը մի բանով միացնում է իրար։ Ոչ կարող ես անջատես, ասենք հազալու կովորդդ մաքրել, ոչ մի բան։ Ու այդպես շարունակում, սկսեցի ես խոսել, խոսում եմ անձրևը գա, ես էլ նոր կոստյում էի հագել։ Այն բացկոնից հետո առաջի անգամ այդ կոստյումը հագել եմ։ Թեթև ամերային կոստյում էր, ասեցի լավ, գցեմ վրաս, ցուրտ չլի անկած երեկոյան։ Ամբողջը ջրի մեջ, տարբեր գույներ էր ստացել այդ կոստյումը։ Մի խոսքով, մեկ էլ ուրեմն շատ համով էր։ Մեկ էլ ուրեմն ուզում եք ուրիշ համ։ Կայծակ։ Չէ, ինչ կայծակ արդեն կար։ Ես նստած վարում եմ հաղորդումը, մեկ էլ տենում եմ ես ոտիս հոսանքը խփում եմ։ Ես ոտիս ա խփում հոսանքը, ոտքերը սենց արեցի։ Ոտքերը սենց արեցի, ինչքան կարող եմ սենց պահել ոտքերս։ Մեկ էլ մի մոմենտ իջնում եմ, տոկը խփում եմ նորից բարձրանում եմ վեր։ Հիմա մի կերպ ասում եմ լավ ինչ արեմ, թևս եմ դնում ես աթոռի վրա, հիմա թևիս ա խփում։ Մի խոսքով Այս ամբողջ անձնակազմը եկել է ու մանա գալիս հոսանքը որտեղից է գալի մեկնաբան։ Նայես սեղանի տակ Կարեն ակումուլյատորի բաց լարել։ Մի խոսքով մի կերպ ավարտեցինք այդ հաղորդումը։ Մի կամերայով ամբողջ խաղը ուղիղ եթեր ապահովեցինք։ Հաջորդ օրը ինձ կանչեցին ղեկավարները, շնորհակալություն, չգիտեմ ինչ, բայց հետո ասեցին, որ մյուս անձնակազմին մենք պատժելու ենք։ Իմիջիայլոց անձրևների հետ մեծ ծեր ունի, պարոն Սարգսյանը։ Մի անգամ գնացել ենք նոյեմբերյան հաղթանակյուղում ազատամարտիկների ուշամրցաշար էին անում, հրավիրել էին որպես հյուր, գնացինք հիմա մրցավար չունեն։ Ասեց ես կլինեմ մրցավար, վերցրեց որ սկսի խաղը մրցավար։ Այդպես չէ, ինձ ասեցին խնդրում ենք դու դատեք։ Հա, դու դատեք, այս խաղը որ բան չլինի, կողմնակալություն չլինի։ Ասես դու էլ եզրային կայնի, բակավոյ կանգնի։ Ինձ։ Ինքը մրցավար դաշտում։ Ես էլ մրցավարի օգնական եզրային։ Ու իրա ու իմ բախտից մի հորդարատ անձև մինչև վերջի թելը թրջված Սլավ ջան ում էինք մնացել։ Հետաքրքիր է որն էր։ Ուրեմն գյուղի թիմեր են խաղում։ Սիրողական ֆուտբոլի զինված ազատամարտիկի հուշամրցաշարի եզրափակիչն է։ Զոհված ազատամը, զինված ասեցի։ Զինված։ Առանց զենքի ինչ ազատամը։ Ուրեմն ամբողջ խաղի ընթացքում անձրև ա գալի հորդառատ։ Հիմա խաղը վերջացել է 90 րոպեն։ Ինձ ասում են լրացուցիչ ժամանակ։ Ասում եմ, ախ, ձեր ցավը տանեմ, եկեք 11 մետրանոստեր խփենք։ Բա չէ երկու թիմն է կանգնա, մենք լրացուցիչ ժամանակ։ Դու այդ լրացուցիչ ժամանակներ խաղացինք, էլի չկարեցան գոլ խփել։ Բայց դուք չեք դատավոր, դուք որոշ եք։ Չէ, դու կանոնադրություն եք։ Ախր ինքը իր երազանք ինքը սիրում էր մրցավարություն անել։ Ես ինչ կապ ունեի։ Ինձ ինչի թրջեց, ես ամենակարևորը խաղը վերջացավ, հակուս չկա, սա հակուսները ջրի մեջ կորած, այն որտեղ որ փոխվել են, այդ սենյակն էլ անձրևի մեջ Գնացինք մեզ բանկետի հրավիրեցին, Կարենին ասեցի, աստե հոնի արախ ինձ թվում ալնում է, էլի մի հատ կինչ, հələ մի հատ ասա թող հոնի արախ բերեն։ Ինչի հոնի արախ բերեցին, դրեցին, ուզեցան ուր իրանց բաժակներն էլ հոп։ Էս մենակ իմն է, էսեցի չխմեմ կհիվանդանամ։ Հա, մարդիկ կես լիտր էլ հետներս տարին։ Հա? Ես արդեն կես լիտր հետներս չէ, հետս։ Ես արդեն չեմ հիշում, հիմա այնտեղից էլ ուզում ենք հետ գան Կարենի մեքենայով ենք։
Կարենը դեռ քեֆը միլիոնը։ Ասի Կարեն ջան, հələ իջի։ Տանիքը տարել է։ Ինչքան ուզում եմ ես խմած ալնեմ, էլի տարիքով ձեզանից մեծ եմ։ Նստեցի ռոլին կամած միջև առավոտ հասանք երևա։ Ուներ տարիքը։ Խմած էր։ Բա դուք էլ եք խմած։ Ես Իրենը հաշվի չի։ Ես չեմ Իրան հարգում։ որ ճանաչում են չեն գիտում։ Չէ, բայց ինքը գիտեք ինչ կաներ խմում։ Այդ երիտասարդ տարիքում ես սիրում էի ասել, որ ասում էր երեք շատ եմ խմել, ասում էի 2.5 բաժակ, թե 3 բաժակ։ Այդ էր իր ամենաշատը։ 3 բաժակը այսպես է։ Ամենաշատը այդ էր։ Ճիշտ եք ասում։ Հատկապես հոնի արա։ Դե այդ բանի շարունակությունը ոնց որ Այն հիշողության պահ, հա։ չէ, Որը։ որ ասում էր շատ եմ խմել, բայց այդ 2-3 բաժակներ այդ նաև ինչ որ բաներ հաշվելուց էր։ Հիմա աշխարհի առաջնությունից հիշել։ Հա։ Հիշել են գոնե այդ պատմեմ, խայդո կարող մեծ մարդ եմ կմոռանամ։ Պատմեք։ Ուրեմն աշխարհի առաջնության հերթական խաղն ենք վարում։ Նորից Գիլան Կարենի Այդ հետ։ որ թվականին։ 2002-ին Բրազիլիան աշխարհի չեմպիոն դառավ։ Այո։ Ու խաղը նորմալ գնում է, Թուրքիան մի հատ լավ հավաքական ուներ։ Այդ հավաքականի կազմում էլ խաղում էր մի ֆուտբոլիստ, որի ազգանունն էր Հասան Շաշ։ Մարդ։ Հիմա ես սրա վրա ֆռում եմ ճիշտն ասած։ Ուրեմն էս ինչ անունն է, որն է, ազգանունը որն է։ Մեկ էլ խաղի ընթացքում իմիջիալոց այդ տարի Թուրքիայի 3-րդ տեղը գրավեց, բրոնզ ստացավ։ Այո։ Ուրեմն Բրազիլիան էլ Գերմանիային նետում է Հասան Շաշը։ Այսպես գնդակը պահել է վերևում ու մեր այդ ցուցադրման ռեժիսորները խոշոր պլանով իրան են ցույց տալի։ Ինքն էլ թրաշած գլուխը, ճաղատ, լրի մաս չկա ընդհանրապես։ Ասեց խոշոր պլանա պահում ու բաց չի թողում, սա էլ չի նետում։ Ասեցի Հասան Շաշ։ Մեկ էլ մյուս ռակուրդի բանարեցին, էլի նորից էսի պահում են փնտրում ում քցի նորից խոշոր պլանում եկել էսի կամ Շաշ Հասան։ Այս կարենը տաթորը ծնգավ։ Ճիշտ է, բայց այս ապշած եմ, որովհետև թիմերին էլ ճիշտ հիշեց։ Ընդհանրապես պարոն Սարգսյանին շատ խորը հարգանք ունեմ ու բոլորս, բայց ինքը տենց մեկ-մեկ բանը անուններ մոռանում էր, էլի։ Մեկ էլ 70-ամյակն է մոտենում, ասեց ծնունդս բան անենք, ասի հարց չկա, կազմակերպենք անենք։ Հիմա ինչ դահլիճ ասում եմ, ասում չէ։ Ասում եմ, ինչի պարոն Սարգսյան, ասում դե փոքր է, ասում եմ, ցավը տանեմ, հարգելիս։ Այդ դու քան ինգեր ունես, որ 200 տեղանոց դահլիճ ասում, ո՞նց քան ինգեր ունեմ։ Ասիլը թվի ինգերներիդ։ Ասես ո՞նց։ Սպանը Սերժիկը մեկ։ Ասի այո։ Ես այն ռուբոն 2։ Այո։ Այն մեր դեմի արևը խանութը որ կա, դրա տերը 3։ Անունը չէ։ Ցանը չէ։ Ու մենք մեռանք։ Երրորդի վրա։ Երրորդի վրա անունը չէ։ Դրա համար այդ խանութը հիշեց։ Ու Արորոկի մտի հիշեր էլի։ Սերժիկ Վեստան ռուբո ասես մեկ են դեմի խանութի տղեն։ Մեր չենքի տակ։ Վել էր բան հիշել։ Խմելու հետ կապված, թե չէ։ Խմելու։ Չէ։ Խմելու հետ ինքը շատ պատմություններ ունի, բայց ճիշտ։ Բայց դրանք հաջորդ օրը մոռանում են, որպես կանոն։ Հա, բայց խմելու հետ կապված լավ բան հիշեցի, բայց ոչ իմ խմելու, էլի։ Ուրեմն մի օր ես վերջերս էր, բարձանում եմ տուն, նստեցի վերելակ, հարևաններից լիքը մարդ կար։ Ու հարևաններից մեկ տարիքով մարդը լավ խմած էր։ Այն որ վերելակի մեջ սենց հոտը ելա, հա, սենց յա, բան, սենց այսօր ես բա չես երևում ես վերջերս նայում եմ եթերում չկաս, ասում դե կամ որ ալիք ես նայում, ասում դե չգիտեմ որով ես, ասում առաջին ալիքը միացնում ես հետ, ասում հա էլի դե բան ասում դե համ հաղորդում կա, համ ֆուտբոլ է մեկնաբան, այդ ոնց ես նայում որ չես։ Հա, չէ, միշտ հետևում ենք, բան, սենց ասի արդեն իմիջնելու պահ եկավ, ասի մերսի շատ էլի, բան իջնա ասեց նայում ենք, ուրախանում ենք, հպարտանում ենք, ասի շնորհակալ եմ։ Բա ոնց ախպեր ասես, դու մեր շենքի լավագույն մեկնաբանն ես։ Ուրիշ չկա, չէ՞։ Մի կողմից կոմպլիմենտ մարդը ոնց ասես, մյուս կողմից ոնց էր իջացրեց, հա, հասցրեց բանը։ Լավագույն մեկնաբան։ Մի բան էլ ֆուտբոլային հանրապետական ֆուտբոլային կյանքից պատմենք։ Պատմեք։ Մեր ընդհանրապես Հանրապետական ի՞նչ։ հանրապետական մասշտաբի էլի։ Հա։ Հանրապետության սովետական միության ժամանակ հանրապետության առաջնությունը շատ ուժեղ առաջնություն էր։ Իմիջիալոց ես ասեմ։ Այսինքն մարզեր ի՞նչ է նշանակում հանրապետական։ Գործարանների թիմեր էին, մարզերի թիմեր էին, մասնակցում էին Հայաստանի առաջնությանը, բացի նրանից, որ սովետական միության առաջնություն կար, Արարատ, Կոտայք, Շիրակ եւ այլն եւ այլն։
Ցեմենտ։ Դե հիմա ցեմենտ չկար։ Ցեմենտը հետո բացվեց։ Ցեմենտը 90 թվականից հետո խաղում ու այնտեղ էլ այդ թիմի կազմում Վազգեն Սարգսյանն Սովետի վաղ թիմն ուներ Արարատը, բայց չէ։ Սովետի վաղ տարածը թիմ չուներ։ Չէ։ Փաստորեն դու ինչքան Մենք ունեինք մի մարզիչ, Գաջագործ չէ։ մի մարզիչ ունեինք, մանեջան։ Մի մարզիչ ունեինք, հին մարզիչներից էր, Ղազարոս Թեկնեզյան էր ազգանունը։ Ինքը շատ խելացի մարդ էր ու լավ կադրեր էր պատրաստել հայկական ֆուտբոլի համար։ Նրա սաները խաղացել են Արարատում, խաղացել են տարբեր թիմերում։ Ինքը բացարձակ անգրագետ մարդ էր, բայց շատ խելացի մարդ էր։ Ինքը ամեն ինչը զգում էր խաղի ժամանակ, ֆուտբոլիստ պատրաստելու հարցում։ Միտի ծաղի։ Սաղյանը ու բացարձակ անգրագետը թե խելացի էր հիմա պարզ։ Ինքը դպրոց չէր գնացել։ Ոնց էր խելացի։ Խելացի ուղեղի հետ կապված։ Դրանել առիթից Ստալինը բարձրագույն Կացակով էր։ Ստալինը բարձրագույն կրթություն չուներ։ Հա։ Ո՞նց էր երկիրը ղեկավարում։ Մի խոսքով նստակա մարշական աթոռին Նստակա մարշական աթոռին իր թիմը խաղում է։ Նազար Պետրոսյանը այդ ժամանակ պատանեկան թիմի մարզիչն էր ինքը։ Այս Նազար Պետրոսյանը գնդակը վերցնում է կենտրոնում, սկսում է խաբել բոլորին։ Լավ տեխնիկա ուներ։ Խաբում է մեկին, խաբում է երկուսին, խաբում է, հասնում է դարպասապային էլ խաբում է, դատարկ վարոտին չի խփում, կողքից դուրս է գալի։ Այս Ղազար Վարդանիշն ասում է՝ «Այ դղա Նազար, խափի, կիսապաշտպանին էլ խափի, պաշտպանին էլ խափի, դարբասապահին էլ խափի, արի ինձ էլ խափի, գնա ձեր տուն հորդ ու մորդ էլ խափի»։ Խապլան էր էլի։ Այ դրա համար եմ ասում, ինքը դպրոց ընդհանրապես դպրոց չէր գնացել։ Դու նրա կոնսպեկտները որ նայեիր, ոչ մի բան չէիր հասցնում։ Բա Գարամյան։ Ինքը իր կոնսպեկտները տվել էր, որ ես օգտագործում։ Տենց չկա խելացեր որ չէին ասում։ Գարամյան, պատմի, դու ինչ ես հիշել։ Իմիջայլոց Ղազար Վարդանիչի հետ միատ ուրիշ հարցեր կա։ Ուրեմն դարպասապահ էր ինքը։ Շատ ուժեղ դարպաս։ Իր դարպասին նշանակում են 11 մետրանոց։ Այն ժամանակ ասեն գլխակ կար խինկալիոս են վերը դարպասապահները գլխակ էին դնում։ Այդ ես ասում եմ 50-ական թվականների բան, մենք ինձ պատմել են։ 11 մետրանոցը խփում են, այս Ղազար Վարդանիչը թռնում է, գնդակը բռնում է, ամբողջ տրիբունան ծափա տալի բան, ինքն է գլուխը խոնարհում, բան մեկ էլ մտնում է, որ դարպասի մեջից գլխակը հանի դանի գլխին։ Հենց մտնում է դարպասի մեջ, դադավորը ցույց է տալիս կենտրոնում։ Դադավոր ես ինչ ես անում, այ ցավը տանեմ, ես պենալը բռնել եմ, ասում եմ, պենալը բռնել ես, բայց գնացել ես մտել ես ցանցի մեջ։ Գնդակով մտել է դարպասը։ Ինչ էր պատմում։ Սկսի։ Գարամյան։ Դե որ խնդում ես, ասա։ Վստահ ես։ Այ պարոն Սարգսյան։ Դու գիտեք, չէ՞ իմ մեծ հարգանքը ձեր նկատմամբ կապ չունի պատմությանը։ Պարոն Սարգսյանը Պարոն Սարգսյանի մասին պատմություն ունի։ Դե սա պատմությունների պատմություններ է, հա։ ուրեմն մի փոքր փորձեմ իր ձենով պատմել, էլի, որ այս պատմությունը ավելի Ձեր թույլտվությամբ։ ձեր թույլտվությամբ իհարկե։ Երբ գալիս էր աշխատանքի, տենց սիրում էր բացել սկզբում օրվա սկզբում նորությունները կարդալ, ինչը կատարվել նախորդ օրը եւ ոչ միայն սպորտային, քաղաքական կյանքում, նաեւ վթարներ, սպանություններ եւ այլն։ Այս պատմությունը պատմել են, ես փոխանցում եմ։ Գևորգ Ղազարյանը, մեր հեթանոսը սենյակում է լինում եւ մեր ադմին ունենք Լիզան, փոքր մարմնով աղջիկ էր, որը կարող էր հանգիստ համակարգչի հետևում թաքնվել եւ ջերևալ։ Լինում է սենյակում պարոն Սարգսյանը գալիս մտնում է, բացում է համակարգիչը եւ սկսում է կարդալ։ 24-ամյա երիտասարդը մտնելով տուն, դանակարում է հորը։ Վայ ես քո եւ հայհոյանքանջում։ Վերջին բառերով էլի են որ հայհոյանք։ Պարոն Սարգսյան, սպասի եկեք որ բան եմ կարդում։ Լիզան նստած է ու սարելա, ձեն չի անում խեղճ երեխեն։ Այնուհետև բռնաբարում է կնոջ։ Վայ ես քո։ Պարոն Սարգսյան Լիզան, պարոն Սարգսյանը կանգնում է Լիզային տեսնում։ Վայ ես ես Այսինքն շոկի զոլիզանտը մի հատ էլ տեղ այո։ Բա Լիզան տենց էլ դրանց հետո դուրս եկավ աշխատանքից։ Աշակ Աղաբեկիչը ասում էր այդտեղ հերիք հայո ես, մի օր եթերում հայո ես։ Չեք հայոել։ Մի անգամ հայ,
Այնա հայհոյում էի, Չէ, Թոֆիկ ես Բախրամովն էր չեմ դադում մեզ մոտ Երևանում։ Ադրբեջանցի հետ դադավորը, որ ոսկե սուլիչ ստացավ Անգլիայում։ Չգիտեմ ինչ արեց, ինչ սխալ թույլ տվեց ի վնաս մեզ։ Զորը փագեցի բերանս։ Մի կերպ բերանս փագեցի, բայց մտքից մեջ հայոյեցի։ Հա, լավ եք արել։ Տոֆիկին։ Դա պատմի։ Հա, պարոն Գիլոյան, Ինչ է։ լսենք ձեզ վերջապես։ Մի բան Ես պատմեցի արդեն։ Ընդհանրապես մեկնաբանական կյանքում ինչ լինում է այդ պահին է հետաքրքիր ու ծիծաղելի էլի, որ այդ միջավայրից դուրս ես գալիս, կարող է այդքան էլ ծիծաղելի չլինել։ Ասենք օրինակ այն հայտնի արտահայտությունս Արա Հակոբյանի հետ կապված, որ մենակ դուրս եկավ, ասի Արա, ես ինչ ես անում Արա, ու հասկացա որ Արա Հակոբյան, Արա այ Հակոբյան, սիրելի սախարես մեջ են անում, ասենց Համ վիրավորեց, համ էլ Սիրելիս, հարգելիս։ Հա, դե Արայիկը կարքին տղա է, ամեն դեպքում այդպես էր ստացվել, մեն մենակը չխփեց, տակացա ու այդպես, ասենք այդ պահին շատ ծիծաղելի էր, բայց հիմա որ իշխում, հիմա էլ Ես ամեն անգամ տեսագրություն նայում եմ, ծիծաղում եմ ոնց որ առաջին անգամ տեսա։ Այդպես ծիծաղելի է, էլի շատ։ Բայց եթերային բոցերը, այսպես ասած, շատ են ու ես մի հատ իմ սիրածը ունեմ, էլի, որ միշտ պատմեմ, երևի 100 անգամ պատմել եմ տարբեր տեղ, բայց քեզ էլ պատմեմ, էլի մանուկ։ Բայց արի նորից ասենք, ասա առաջին անգամ քեզ մոտ եմ Հա, տենց անենք։ Հա, ուրեմն այս պատմությունը ոչ մի տեղ չեմ պատմել։ Դա որ պատմությունն է, որ ամեն տեղ պատմես դա։ Ինչո՞չ մի րոպե նորից, էքսկլյուզիվ ասա։ Էքսկլյուզիվ պատմություն։ Բայց տենց լուրջ։ Բացառիկ։ Բացառիկ պատմություն իմ սխալից, ուրեմն Հայ TV-ով մեկնաբանում էի Ֆրանսիայի առաջացում ու հիշում ես որ դու արկեցիր ասիր գնա պարոն Սարգսյանը ասեց սենց բան կա Ֆրանսիա առաջացուն են գնել գնա մեկնաբանի ու գիշերվա ժամերին որ խաղեր լինում Ֆրանսիա առաջացան ժամանակ շատ չէին նայում շատ քիչ նայող կար էլ տենց վարկանիշ էլ չկար բան այն որ կոպիտ ասած եթերում ինչ ուզում ես խոսա մեկը ոչ մեկ չի զանգի ասի ես ձեր մեկնաբանը չասում այդ արխային ընկած, ես մեկնաբանում եմ, չնայած պիտումնավոր չեմ արել ինչ որ արել եմ, էլի։ Ուրեմն տրիբունայում մի տարեց մարդու են ցույց տալիս, ու նայում եմ ասում եմ, Ժան Գաբենն է ներկա հանդիպմանը, ասենց հետաքրքիր։ Ու անցնում եմ, մեկնաբանում եմ, շարունակում եմ ու ընդմիջմանը զանգում են ITV, մի կին է զանգում, այնտեղ մեկը նստած է զանգային պատասխանում, ու ասում եմ խնդրում եմ ձեր մեկնաբանին փոխանցել, որ Ժան Գաբենը վաղուց մահացել է։ Շատ անհարմար բան է։ Ինձ փոխանցում են խաղից հետո, որ երկրորդ խաղը ես չփչացնեն էլի, տենց ասում են լավ տրամադրություն, խաղից հետո ասում են, դե ես իհարկե շոկի մեջ բան, հիմա հաջորդ օրը մյուս խաղն եմ մեկնաբանում։ Էլի նույն մարդուն են ցույց տալիս։ Մտածում եմ դե հասուն խելացի մարդի ինչ կար, մի հատ ներողություն կխնդրի, կանցնի առաջ, չէ՞, դե ես էլ երիտասարդ ասի, Հասուն եւ խելացի չէ։ ակից դուրս գամ էլի, տենց ինչ-որ արդարացնեմ ասածս, բան, ասացի, դեպ երեք ես նման բան ասացի, ներողություն եմ խնդրում, ասի դա Ժան Գաբենը չէ, նա եղբայրն է։ Նրանք շատ նման էին։ Հիմա ով աստուգելու Ժան Գաբենը ախպեր ունի չունի։ Չէ, ուզում որ այդ կինը ճիշտ դուրս գար էլի։ Հա, էլի։ Բայց նմանատիպ պատմություն էլ կա 2024 թվականի Փարիզի Օլիմպիական կաղերի բացման արարողությունն ենք մեկնաբանում։ Ես Էդուարդը։ Դե նախապես մենք ստանում ենք թե ինչա տեղ ունենալու, ովքեր են ելույթ ունենալու, ում երգերն են երգելու եւ այլն, եւ եկավ մի պահ, երբ Էդուարդն ասաց անունը չեմ հիշի իրականում։ Դե ով հիշի, մի հատ կին էր Հա, հիմա ելույթ կունենա, չգիտեմ, ով այս երգով։ Այդ երգումը Չէ, տեսնում ենք Ռիհաննան էր, չէ՞ կարծեմ դուրս եկել։ Չգիտեմ, ինչ որ փոփ աստղերից։ Որ հայտնի երգչու է, նայում ենք չէ, կինը չի էլի։ Նայում ենք հաստատ այդ կինը չի, էլի, հաստատ այդ կինը չի։ Տղամարդ։ Ստուգում ենք ինտերնետով, տեսնում ենք այդ ում անունը տվել ենք մի 10 տարի առաջ մահացել։ Ու ինչ-որ պատմություն է, որ իր երգն էր երգելու էլի, այսինքն Whitney Houston-ի։ Whitney Houston-ը կասա օրինակ։ Բոլոր մահացածներն բերում է եթե դեմքով շորտ կալանթայինը։ Այո, ես հանրապես տենց տխուր առիթների Ունեք սև պատմություններ։ Սև։ Հա, ինչու ոչ։ Թե տենց ուսանողական տարիներին մենք շատ
ուժեղ պատմություն ունենք ընկերներով, որ չգիտեմ, թե պատմեմ դա, թե Հա, պատմի։ ընկեր ունեի երջանկայի շատակ Նարեկը մեր շատ հումորով տղա էր, բասկետբոլիստ էր, ու մեր մյուս ընկերոջ պապիկն էր մահացել, Արմավիրի գյուղերից մեկում։ Եկա գնանք։ Այս Նարեկը ասեց, «Տղեկ, ես չեմ գալիս»։ Ասենք ոնց չես գալիս, բոլորով գնում ենք, ասես չէ, գործ չունեք, ասում։ Մեծ մարդու թաղման ինձ մի տարեք, ասես, դուք եք փոշմանելու։ Ասում ենք, լավ, ինչ ես ասում, ասում, դե ապա հիմա զգուշացնում եմ, չեք ուզում, գամ։ Ասենք, հա, արի ինչ պետք է անես, բան, ու դա եղավ մեր կյանքի ամենախայտառակ օրը։ Այն ամեն մանրամասն իհարկե հիմա չեմ կարող պատմել, որովհետև Կարենի ասած այդ պահի տակ ասած այդ պահին է ամենածիծարում, բայց ուրեմն դե բանի այդ դագաղի կափարիչը բռնած գնում ենք ես դիմացից, Նարեկը հետևից։ Ու այտենց գնում է թաղումը, մենք կափարիչը բռնած գնում ենք։ Իբրև ամենամտերիմ մարդիկ։ Հա, այս հետևից ինձ sense ցածր անեկդոտներ է պատմում։ Ասма sense կամած էլի որ մենակ ես լսեմ։ Դե իմ առաջից էլ բանն է, տերտերն է գնում այդ բանը sense խունկը բան անելու։ Sense ասма, գիտես ասма որ տերտերը օգնականին ասма խաչը մի հատ 10, ասма քյապը 11։ Հիմա պատկերացրեք, պատմում այն բայի որ դե հիմա ոնց ծիծաղը պետք է պահես, մի կերպ, sense կորմնում ես, ուռում ես, մի կերպ պատմում ես, պահում ես քեզ բան ու sense ոչ փրտկալով բանով մի կերպ sense դա անցկացրի գնացինք, հետո հիմա դե գյուղի տանն են անում, չէ, հավաքվել ամբողջ գյուղը եկել է, կանգնած ենք դրսում ես Նարեկը sense եկավ դեմովս անցավ, ասեց նա մի հատ նրա կոշիկին նայի ու գնաց։ Ախր որ նկարագրեմ այդ կոշիկը մեկը չեմ կարողանա պես նկարագրել 90-ականների համար էլ էր էլի ինքը արտառոց կոշիկ, sense չգիտեմ այդ ինչ էր, sense շատ սուր, սպիտակ գուլպայվել հագած։ Հիմա նայում սրա կոշիկին, դե ավելի շատ Նարեկի որ պատահական տեսներ, տես չէր ծիծայի, բայց որ ինքը քո ուշադրությունը հատուկ դրա վրա արեց, դե գիտեր ինչ էր անում, էլի, ասեց ու գնաց։ Հիմա այդտեղ sense ծիծաղից չգիտենք ինչ անենք, իրար գրկել ենք, իբր sense տխուրա լացում ենք, բան, բայց ծիծաղում ենք, էլ ու վատը որն է, քան թե ցրենք այդ պատմությունը գնա, հիմա մեր մյուս բացական ընկերներից ով մոտենում է, ասում ենք իմացար այդ Նարեկը ինչ արեց ու նորից ենք պատմում, նորից ենք Սատանում ենք մենք գնալը։ Ու այդ մեր ընկերում պապիկը մահացել էր, մի աղջկա հետ էր այդ ժամանակ շփվում, որովհետև փոքր աղջիկ էր, տենց բան էինք, մակարոնը բլոճ էինք դրել, տենց բլոճ էինք ասել, բլոճ է, տես հանդիպել, բան սենց։ Ու որ այդ ամեն պատմությունից հետո, որ այդքան ծիծաղալ մի կետ պահել, չգիտեմ, տեղ չպահել, արդեն հանգստացել ենք, լրջացել ենք ու թաղումից հետո այդ հոգեհացնա նստած ենք այնտեղ իրանց բարեկամներից մեկը բարձացել կենաց ասում ու արդեն մտածեցինք վատը անցել է էլի, էլ չենք ծիծաղում։ Այս մարդը բարձացավ, ասեց ջահելներ ջան, ես ձեր կենացն եմ խմում, ապագան ձերն է, բան, պետքա կյանքում կարողանաք ամեն տեղ անցնել, sense բլոճի պես կարողանաք։ Դե հիմա այդքան մարդ, որ բլոճի մասին այդ ամեն ինչը մենք ենք անարել, նորից սկսում ենք հրհրալ, այս մարդը ասում, տղեկ ջան, ես ասիկ չէ, լավ բան ես ասում, դուք այդ կապ չունի, բան։ Խոսքով Ուղղակի բլոճի ինքն է։ Ամեն տղեն փոշմանեց, որ մեզ կանչի։ Շատ անհարմար իրավիճակ է։ Հա։ Մի հատ այդպեսի դեպք էլ եղել է Թիֆլիսում։ Նույն։ Թաղման էին գնացել, Դավիթ Խիփյանի թաղմանն էին գնացել։ Օ, դի ուժեղ պատմություն։ Ուրեմն դե վերջին հրաժեշտն է, էլի։ Այս տերտերը վրացի sense աղոթում այն ջերի մեջ թաթախում է, ցպնում է, այսպես իր եսիմը առակներն է պատմում է եւ այլը, մեկ էլ հերթական անգամ sense մենք շարված ենք Հայաստանի դելեգացիան։ Պետրոսյան, Սամվելն է, ես եմ, Մանուկյան, Աշոտն է, այնտեղ մյուս տղաներ է, էլի, ովքեր որ գնացել էին։ Մեկ էլ այդ տերտերը մոտիկացավ մի քիչ առաջ, որ այդ ջրը թաթախեց, ասենց որ մի հատ բան չարեց, նորից իր բաները ասելով, այս մի ամբողջ գունդ եկավ կապա Մանուկյան Աշոտի դեմքին։ Հիմա մենք չենք իմանա ոնց մեզ պահենք, եկեք պահին են Պետրոսյան Սամվելը ասենց արեց։ Ահկերացում ես մեր վիճակը ինչ կրնել։
Էլի հիշեք պատմություններ, ես ես հյուրասիրեմ նաև պաղպաղակ։ Ես ու Գարամյանը որտեղ շատ վաղուց ուզում էինք պաղպաղակ, ուղղակի Սառնայանից ավելի։ Եթերում կարելի է ուտել, հա։ Կոկորդների պաղպաղակը լավ չի։ Ինչի համով կա։ Ելակ, շոկոլադ եւ կրեմ բրյուլե։ Մանե ջան։ Ելակ։ Մանե հաղորդումից հետո միայն։ Չէ, կարող ենք եթերում։ Չէ, բայց կոկորդներս մենք պրոֆեսիոնալ ենք։ Պարոն Սարգսյան, չես ուզում մի կես թողում ենք։ Այ դու պրոֆեսիոնալ չես։ Պատաբար այս պաղպաղակն էլ է առանց շաքարի։ Դուր։ Այո։ Չէ, պատրաստվում է սերուսկային կարագով։ Այս պատրաստելով որ ասեցի, հիշեցի մի պատմություն պատրաստելու հետ կապված։ Հա։ Ես չգիտեմ դու հիշում ես Մանե ջան, մեր շատ լավ մարդերը, շատ լավ տղա էր DJ Սետրակին։ Իհարկե։ Հա։ Իհարկե։ Սետրակին ես եմ իշ։ Հաղորդման հյուր էր հրավիրել։ Խոհանոց։ Աստված հոգին լուսավորի, հա։ Պատրաստում շատ։ Բեխերով մորոքով Հա, պոչիկով, բան, հա։ Արտառոց երևի։ 2001 թիվն է։ Հրավիրել է եթեր ճագար է մեփել։ Սպիտակը կա Ընդ որում այդ Ելակ ունենք։ Ելակ Եվ կրեմ բրյուլե։ Կրեմ բրյուլեն։ որ ավարտեք ասեք պատմում։ Ներողություն։ Ներողություն։ Մարոշնին տվել են կեր հետո Կրեմ բրյուլե պարոն Սարգսյանի եւ շոկոլադ քեզ։ Ելակն էլ ես Շոկոլադի ուտեմ։ Մարիանա ընկերությունն է իդեպ ներկայացնում, բալմի պաղպաղակների մասին է խոսքը, շատ համեղ, բարձրորակ կարագից, սերուսկային կարագից է պատրաստում, այնպես որ համտեսեք եւ հյուրեսիրեք նաեւ ձեր ընկերներ։ Բարի։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցքային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ։ Վայելիր համերի յուրօրինակ համադրությունը։ Բալմի, անգամ անունն է համեր։ Ուրեմն գնացել եմ DJ Սետրակի հաղորդման հյուր, ինչ պիտի եփես, ես էլ չեմ սիրում կրկնել։ Պարոն Սարգսյանը կարծեմ ձվածեղ էր եփել, կարտոշկով ժարի։ Ասի։ Դուք մենակ ձվածող ու ժարի։ Չէ, ես լավ խոհարար եմ։ Կարեն, հա։ Ես ուժեղ խոհարար եմ։ Պաստակի չախով։ ինքը լավ խորարար չլինի, ասում է լավ խորարար։ Ուրեմն մտածեցի այդ ճաշա բաղադրատոմսը մտածեցի ինքնուրույն ու գնացի եփեցի, շատ համով ստացվեց իրականում։ Ինչ էր բայց։ Ճագարը գազարով, սերուցքով, ընկույզով, մի խոսքով հիմա ով մեր տուն հյուր է գալիս, ես դա հյուրասիրում եմ։ Իդեպ վերջին անգամ դա հյուրասիրել եմ Նարա Սուրենովնային։ Մի ամիս առաջ մեր տանը Տիկին Շլեպչյանին։ Հա։ Ուրեմն այդ հաղորդումը եթեր է գնացել ու մի քանի օր հետո ես գնացել եմ Լեհաստան, Վարշավա, մեկնաբանելու Լեհաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Մնում ենք, ապրում ենք Յան Սոբեսկի հյուրանոցում, կենտրոնում, այդտեղ կենտրոնում ասին, ասի որտեղ տենց խանութ կա, բան կնոջս մի նվեր մտնեմ առնեմ, ցույց տվին, ասին բանն է, այդպես շուկա է այդպես, ոնց որ տոնավաճառի պես տեղ է, արմրկայի։ Գնացի քայլում եմ, մեկի մի հատ տղա ասեն, ուշադիր ինձ է նայում, նայես, մեկ էլ ասեց, կայնի, Կարեն Գիլոյան, ասի այո, մի րոպե, զանգեց, կնոջը անունը չեմ հիշում կոնկրետ, ասենք ենթադրենք Արմին է, այն որ բանը է, ճագարը նայել է իր, որ Գիլոյանն էփել էր, առ իրանից հարցում, ռեցեպտը, այն ժամանակ դե YouTube բան չկար, չէ որ դնեն կրկնեն բան անեն, պարզվեց կինը նայել է, ասել է ես ինչ լավ համով բան կլինի, էլի ոնց իմանայինք սրա ճաշա բաղադրատոմսը, ոնց անգեն, ոնց իմանան, մի րոպե մի հատ, առ իրանից իմաց։ Այս պատմության ամենադաժանը գիտես։ Ես մտածեցի, տեսես ինչ ա եղել, մի րոպե կայնիսը շատ լրջով էլի։ Առ իրանից ամենադաժանը պատմության է, որ տենց է չասեց։ Տենց է չասի։ Հա մի բանը չասի, հա, դե եղող սաղ չեմ ասում։ Ուրեմն ես եւ Էդուարդ Կանանցյանը Սանցար ինձ, հա ոնց է։ հետո գալիս է։ Հաջորդը Հաջորդը մանու եթե։ Ես խստագույն խախտում եմ անում նայ պաղպաղակ եմ ուտում։ Վաղվանից արդեն։ Վաղվանից դիետա։ Ես մի քանի տարի չէի կերել։ Իսկապես։ Դուրս եկավ։ Շատ։ Մի հատ էլ կուզես։ Ոչկապես շատ համով է։ Ես ու Էդուարդ Կանանցյանը պետքա գնանք Ծաղկաձոր։ Էդուարդը պետքա իր երեխային մանումենտում իջեցի դպրոց, ես գնամ մանումենտ, իրար հետ գնանք։ Իջեցրեց, նստեցի մեքենան, Էդուարդը քշում է, ու տենց մի քիչ խցանում վիճակ էր եւ
մեր ճանապարհ ուզել եւ այլն, տենց իրավիճակ էր։ Հետո արդեն մի փոքր տենց չնկատելով կողքի մեքենային, դեմը կտրելով, բան ասած անցավ։ Մեկ էլ եկավ այդ կողքի մեքենան, ասած պատուանը բարձրացած Էդուարդի։ Ինքը չի լսում ինչ են ասում։ Դու ձեռդ ընկել է, երևի ասում է ուշադիր քշի կամ ես ինչ եմ։ Հետո մտածեց երևի ճանաչել է իրեն, պատուանը միջացած բանուս ասել։ Մտածեց երևի ուղղակի ճանաչել։ Շատ լավն է։ Դե մո, հա։ Բայց դու շատ չարաճճ ես Արմեն։ Չէ, ես մարոժնի եմ ուտում։ Էն ինչ Դուք- պատմություն կա։ Դու քո պատմություններից պատմի։ Հա, իրա պատմում, ինչի քո մասին չես պատմում։ Ինչ։ Դրանք ամոթ է, ինչ պատմում։ Քո մասին չես պատմում։ Պատմություն։ Սովետական միության ժամանակ հետաքրքիր ռեպորտաժից հետո մեզ հրավիրել են ռադիոտուն։ Ինձ ու Սուրեն Բաղդասարյանին։ Օ, սիլավն է։ Այս Արշակ Աղաբեկիչը մեր Հրաշալի Անանյան կազմ է։ Արշակը գլխավոր խմբագիրն էր սպորտային հաղորդումների։ Հանչեց ասեց նստեք։ Նստեցինք, ասեց մի անգամից ասեց, այ Սուրեն ջան ասեց։ Այս բանը որ ասում ես, չգիտեմ հիմա կոնկրետ ինչի մասին էր խոսքը, ասել վերևից իրան ասել էին, որ Սուրեն ինչ-որ տես բաներ ասել, դրանք կանչի եշած գիտեմ ինչ։ Ինձ ինչ էին կանչը չհասկացա։ Մեկ էլ Սուրեն Բաղդասարյանը ասեց Արշակ Աղաբեկիչ, ասը ախր ես որ դուրս եմ գալի փողոց, ժողովուրդը ամբողջ ասում են, «Էս ինչ լավ ես վարում, էս ինչ բան, էս ինչ լավ մեկնաբան ես բան», ասեց այ Սուրեն։ Մեր ժողովուրդը Ստեփան Կարպիչն է։ Ոնց ասում է, հենց էլ պետք է վար։ Ժողովուրդ։ Գիտեք, այս տարի նաև առաջին ալիքի հանրային հեռուստաընկերության 70-ամյակն ենք տոնելու այո։ աշնան, այդ մասին հաջորդ դասին Ես նույնիսկ դրա մեդալն ունեմ արդեն։ Արդեն։ Այո։ Ե՞։ Հա։ Այդ ո՞ց։ Ես երրորդն եմ ում այդ մեդալը տվել են։ Իսկապես։ Նարաշ Լեպչյանին, մեր հին աշխատող մեներից մեկին, ու երրորդին Աշխատանք- Մենք տակի խանութ աշխատանքային 30-ամյակի կապակցությամբ։ Ես էլ էի հայ 30 աշխատ։ Առաջ Լեպչյանն է, ես եմ այն տակի խանութի տան անում։ Դեռ 3 մեդալ է շնորհել, Այո։ բայց սպասվում են նոր մեդալներ։ Այո։ Սպասվում են նոր Այսինքն մեդալներ։ Սպասվում են նոր մեդալներ։ Շատ լավն էր։ Ով էր Ստարտովից մեկնաբաններից մանեջան։ գոլը 2 անգամ ասել ուղիղ եթերում։ Սուրեն Բաղդասարյանը։ Հա, ճիշտ է, բայց պատմություն հիշում եմ։ Ես ուզում էի ցրել, անուն չտալ, դու մի անգամից Սուրեն Բաղդասարյանը ուզում է ասել մեր Բայց կարծում դա եթերում պատմել է հենց Սուրեն Բաղդասարյանը, կարծում, չէ։ եթերում, դե եթերում է եղել դա։ Ինքը չի պատմել։ Մանեջան, իրականում այդ տաղավարում մեկնաբանող ցանկացած մեկնաբան Ինքն է մեկ անգամ երկու կարող է գոլ գործել։ գոնե մեկ անգամ այդպիսի սխալ կարող է թույլ տալ, որովհետև երբ որ ռակուրսը փոխում են ու շատ անակնկալ են դա եթեր, ես էլ եմ մեկ անգամ արդեն սխալվում էի։ Դե ես իհարկե տակից դուրս եկա, ասի գոլ ու շատ գեղեցիկ էր բան, սա հետո բայց ինքը լրիվ ուրիշ ռակուրսից եւ դու որ հանկարծ հայացքդ գցում ես կազմերին ինչ որ նյութերիդ նայելու մի ակնթարթ է վերև ես նայում ու ուրիշ ռակուրսից ցույց են տալիս կարող ես եւ սխալվել այնպես որ այստեղ Սուրեն Բաղդասարյանի տարբերվում։ այն ժամանակ շատ վատ էր էլի հետո մենք որ մեկնաբանում էինք այն ժամանակ լամպե մոնիտորներ էին փոքր էկրան գույները առանձնապես չէր տարբերում շատ բարդ էր հիմա մեծ էկրանի վրա ամեն ինչ շատ լավ երևում է հետո կրկնապատկերներ այնպես են տալիս որ սա իսկ այն ժամանակ կրկնապատկերին մտնում չէր էլ հասկանում որ դա կրկնապատկեր է Համար մեռանք ղեկավարությանը խնդրելով, բացատրելով, որ ճիշտը ստադիոնից մեկնաբանել։ Հա։ Որ տեսնես կենթանի։ Այդտեղ մեկնաբանը մեղք չունի։ Հատկապես։ Հատկապես 2022-ի եզրափակիչը։ Այո, այդ բախտ ունեցանք Արմենի հետ 2022-ի երկու կիսաեզրափակիչներու եզրափակիչ։ Ով էր խաղում։ Արգենտինա, Ֆրանսիա։ Օ, ճիշտ է։ Որ Ֆրանսիան գրեթե հաղթել էր։ Այն Ֆրանսիան, որին դու հիմա երկրվալու։ Արգում եմ գրեթեով խոսողներին։ Բայց Մբապեին ճանաչեցինք այս ժամանակ։ Դե Մբապեն Մենք ավելի աղջիկներով էլի։ այդ ժամանակ հատեց է։ Բայց լավ չեք ճանաչել։ Ինչու։ Նա շատ Բռնազբոս ամբռնազբոս է։ Բայց նորմալ չի էլի ինչ որ անում այս Անում։ Այդտեղ բայց մենակ հավաքականում է տենց Տարիքում ֆանտաստիկ խաղում։ Լավ բան ես ասում հիմա, հա։ Նյարդեր չունի էլի, ասենք 11 մետրանոցը վրիպում է, բայց հետո էլի ինձ է խաղում ոնց որ բան չի եղել,
ամեն խաղին գոլա Ում խփում։ մասին է խոսքը։ Մբապեն։ Բամպենն էլ Մեսին էլ, այս 10 վերջի 11 Մեսին գոնե տարիքը բանը ասես, հա։ Մեսին ամեն Վերջի աշխարհում տասը ամեն ինչ մենակ տեսել է, չի հաղթել է, հիմա կասես Վերջին 11 Բայց մետրանոցները 18 նրանց կատարմամբ։ Սիրողական մակարդակ։ ֆուտբոլիստ է մանա ջան։ ալնում է։ Պատահում է։ Ասում են այնց որոշվում է երբեմն նախապես, որ պետքա չխփեն։ Մարդը ասել է, չէ՞։ Ասել ես առաջուզում Այդ որտե 11 մետրանոցներ չեմ խփել։ Բա։ Բայց լավագույն ռմբարկու եմ մտնելու չեմպիոն ենք դառնալ։ Ու անում։ Բան ասել։ Ով ասել։ Այո, Ուղղակի Մեսի։ դեռ արժևում 3 խաղ ունի էլի։ Դե Առնվազն Այ, ապրես։ Լավ ասիր, ապրես, 3 խաղ ունի։ Այո, հաղթել է Շվեյցարիային։ 3-ից ավելի չի կար։ Ասեմ, հաղթելու է Շվեյցարիային, Պարտվիկ Իսայզրափակչում ու խաղա 3-րդ տեղի համար խաղում։ Այս Կրուտիկները Լավ, հիմա դուք ինձանից ավելի երիտասարդ եք, ով է լինելու աշխարհի Էդուարդ այդքան չէ, Ֆրանսիան, պարոն Սարգսյան։ Արգենտինան երկրորդ Իհարկե Իսպանիան, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, ում եք հավատում։ Նայելով խաղերը։ Այն որ Իսպանիան Այսօրվա դառնալու վիճակով, այսօրվա այս պահի դրությամբ հավատում եմ Ֆրանսիային։ Ես Սա Բայց ֆուտբոլային հաղորդում չէ, սա Իսա հումոր։ եզրափակիչը եւ եզրափակիչը դրանք բոլորովին ուրիշ բաներ են։ այո, Այն ինչ որ մենք հիմա կարծիք ենք հայտնում, կարող է հակառակը ստացվի իրականում։ Ձեր բոլորին այո, հակառակ։ Շնորհ, ես իրականում ունեմ նման հարցեր պատրաստած։ Հիմա խաղալու ենք թե եւ կպարզենք Թե։ Այո։ It's almost time. When Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step գրուպը, որը միավորում է մի շարք շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Step by Step ընկերությունը իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն ապահովում է շինարարական ամբողջական գործընթացը, չափագրում, գեոդեզիական եւ գեոլոգիական աշխատանքներ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կոմունիկացիաների բաժանորդագրման կազմակերպում, վերանորոգման ծառայություններ։ Վստահությունը ձեզնից հուսալի արդյունքը Step by Step-ից։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ Step by Step։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Պարոն Սարգսյան, ձեզնից սկսենք։ Ենթադրենք 2030-ին Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակում է։ Կարող ենք պատկերացնել։ Փորձենք։ Հարց, ինչպես։ Հարցը, դուք եք որոշում ում հետ է խաղալու որոշիչ խաղը։ Ոնց Ում կարող կընտրեք։ եմ Չէ, դուք որոշեք։ Ասա Սանմարին։ Ում կընտրեք։ Ուզում եք հասկանալ ձեր Եվ որ սիրելի թվականի։ հավաքականը։ 2030։ 2030 թվականին Հայաստանի հավաքականը չի կարող մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչին, Ինչու։ որովհետև ինքը պատրաստ չի առայժմ։ Հա, բայց ենթադրենք։ Ենթադրենք Վրաստանի հավաքականի հետ։ Գոնե թեթև մրցակից որոշել։ Բայց ես Սան Մարինո, Լիխտենշտեյն, բան Ես տես։ հարցեր եմ տալիս։ Դուք պետք է ընտրեք Մորոկո թե Բելգիա։ Մարոկկո, Մարոկո թե Բրազիլիա։ Բրազիլիա, Բրազիլիա թե Պորտուգալիա։ Բրազիլիա, Ուժը հավաքականները, սխաղի իմաստը որ դի թույլ լինի։ Բրազիլիա թե Իսպանիա։ Բրազիլիա, Բրազիլիա թե Շվեյցարիա։ Բրազիլիա, Բրազիլիա թե Կոլոմբիա։ Բրազիլիա, Բրազիլիա թե Անգլիա։ Բրազիլիա, Բրազիլիա թե Ֆրանսիա։ Ֆրանսիա, Եվ վերջին հարցը Ֆրանսիա թե Արգենտինա։ 50-50, Դե մեկին պետք է ընտրեք։ Արգենտինա այս անգամ։ Ահա։ Ես ինչի խաղալու է 2030։ Որ իմանա Հայաստանի հետ է խաղալու կմնա։ Մեսին տանը խաղալու է Հուսան, տղեկին փոքրիկների հետ։ հաջողություն վախտենք։ Օ, պարոն Գիլոյան։ Նրանցից մեկին կարող եք վերադարձնել Հայաստանի հավաքական։ Ահա։ Նրանց prime ժամանակաշրջանում, այսինքն լավագույն ժամանակաշրջանում, Էդգար Մանուչարյան թե Ռոբերտ Արզումանյան։ Էդգար Մանուչարյան։ Էդգար Մանուչարյան թե Կարլեն Մկրտչյան։ Էդգար Մանուչարյան։ Էդգար Մանուչարյան թե Սարգիս Հովսեփյան։ Սարգիս Հովսեփյան։ Սարգիս Հովսեփյան թե Արթուր Պետրոսյան։ Արթուր Պետրոսյան։ Արթուր Պետրոսյան թե Մարկոս Պիզելի։ Արթուր Պետրոսյան։ Արթուր Պետրոսյան թե Արազ Օզբիլիս։ Արթուր Պետրոսյան։ Արթուր Պետրոսյան թե Յուրամ Օվսիսյան։ Յուրամ Օվսիսյան։ Օ, այս ավելի ուժեղ հարց է։ Յուրամ Օվսիսյան թե Ռոման Սա Բերեզովսկի։ հենոն է գալու վերջում մեկ է էլի։ Յուրամ Օվսիսյան։ Հա, ես Բերեզովսկին ինքն շատ եմ սիրում։ Ես էլ շատ կարգին տղա է, բայց Բայց ֆուտբոլի ֆուտբոլային առումով ինձ գոլն է ավելի Սպասված ոգևորում։ հարցը։
Յուրա Մովսիսյան, թե Հենրիխ Մխիթարյան։ Դե Հենրիխ Մխիթարյան։ Հենրիխ Մխիթարյանը հաղթեց, ինչպես հաղթում է միշտ, եւ ամենուր Խալանթարյան։ Պաղպաղակ թե մածուն։ Չէ, այս տարվա ոսկե գնդակի դափնեկրի Ինստիտուցիան հարցում որոշիչ ձայնը քոնն է։ Դե Բայց արդեն հիմա ինքը լավ, ասենց ասեմ, աշխարհի առողջության ելքից շատ բան է կախված։ Չէ, դե հիմա Իսկ եթե նենց իմ ճաշակով քո ընտրեմ, ճաշակով։ կարելի տանջվի միանգամից ասեմ։ Գիտես խաղա։ Լավ, դավայ։ Դի խաղաս ինքը տենց բնույթը Հա, տենց։ գնացինք լավ։ Հասկացար հարցը։ Իհարկե։ Ոսկե գնդակը այս տարվա ում կտաս։ Այո, այո։ Ջամալ Մուսիալա թե Ջուդ Բելինգհեմ։ Ջուդ Բելինգհեմ, Ջուդ Բելինգհեմ թե Հարի Քեյն։ Հարի Քեյն, Հավակնորդներն են, չէ՞, Ահա։ ճիշտ եմ ասում։ Հարի Քեյն թե Ուսման Դեմբելե։ Հարի Քեյն։ Հարի Քեյն թե Վինիսիուս Ջունիոր։ Չէ, դե այս պահին ես Չէ, Հարի Քեյն։ իհարկե։ Հարի Քեյն թե Էրլինգ Հոլանդ։ Ախված նրանից դե նոր։ Արմեն ջան, քեզ չեն Ժպտում եմ, հարցրել։ որովհետև Բայց ես իրանը Մի գիտեմ։ րոպե քո խաղն է։ Ո՞ւր էր ուզում այդ հարցին պատասխանել, էլի մի հատ իրեն է դուր։ Էրլինգ Հոլանդ։ Հոլանդ։ Այո, այո։ Հոլանդ թե Յամալ։ Լամին Յամալ։ Հոլանդ, Հոլանդ թե Մբապե։ Մբապե, Մբապե թե Քրիշտիանո Ռոնալդո։ Մբապե։ Մբապե թե Լիոնել Մեսսի վերջին հարցը։ Մեսսին հաղթեց։ Մբապեն Դու ասա լավով կհաղթեր քո համար։ Ապեր, ասма քո երազը չի, Քեզ էլի իմ համար երազը։ Ռոնալդոն է, Չէ, Մբապե։ Ռոնալդոն իմ ամենասիրելի ֆուտբոլիստ է, բայց բայց այս տարի Իհարկե Մբապե։ Մբապե։ Իսկ ձեզ համար, պարոն Սարգսյան, Մբապե։ ձեզ Ես համար ձեր Մեսսի։ Լեոնել Մեսսի։ Միշտ։ Միշտ։ Կարամյան, նրանցից մեկի հետ պետք է ճանապարհորդես 6 ամիս։ Ֆիցոմիս։ աղջիկ չէ։ Չէ, Չէ, սպասեք։ Եվ ասեմ ավելի ֆուտբոլիստներ չեն։ Օ, Կա։ Չէ։ չէ, Ոստիցուկ ոնց ֆուտբոլիստ։ ահա, հատուկ կոմարա Նրանցից մեկի բանտրված հետ է։ պետք է 6 ամիս Հա, կիսես սենյակը։ Սենյակը նույնիսկ։ Նույնիսկ սենյակը։ Մենակ սենյակը։ Մաճակալը հուսամ չի կիսում, չէ։ Դե դու խաղերի եք մեկնում։ Հա, բապին։ Դու գործով ես, դու գնում ես մեկնաբանես նրա խաղը։ Շատ լավ։ Լավ։ Ենթադրենք։ Պայմանական, այո։ Լավ, չեք կիսում սենյակ, կողքի սենյակ, բայց 6 ամիս միասին եք Էլթոն Ջոն, նախաճաշում։ թե Ջորջ Մայքլը։ Հայկական Չէ, բառ։ հարցը Ջորջ փոխեցի, Մայքլը տարբեր կար, սենյակներում եք, ուղղակի 6 Շուռա ամիս թե Բարիս միասին Մայիսիև։ եք ճանապարհորդում։ Լևոն Արոնյան թե Արթուր Դավթյան։ Լևոն Արոնյան։ Արոնյան թե Վիկտոր Չինյան։ Լևոն Արոնյան։ Արոնյան թե Միրան Հարությունյան։ Լևոն Արոնյան։ Լևոն Արոնյան թե Արթուր Ալեքսանյան։ Օպա։ Ինքը շախմատ է պարապել, դրա համար է կողմնակալություն անում։ Հա, բայց նաև Շամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավարն է։ Օ, օպա։ Ղեկավարներ, թե ոնց ասենք։ Արթուր Ալեքսանյան։ Արթուր Ալեքսանյան թե Մալխաս Ամոյան։ Բայց Արթուրը ծանր ավելի է հաշվի։ Արթուր ավելի շատ մեդալ ունի։ Ուժեղ նակատանում է։ Կողերից։ Կողերից ջարդի ապեր, Մարխաս հետ կպայմանավորվես գոնե։ Արթուր Ալեքսանյան։ Արթուր Ալեքսանյան թե Արսեն Հարությունյան։ Արթուր Ալեքսանյան։ Արթուր Ալեքսանյան թե Արման Ծառոկյան։ Արթուր Ալեքսանյան։ Արթուր Ալեքսանյան թե Արթուր Աբրահամ։ Արթուր Ալեքսանյան։ Ալեքսանյան վերջին հարցն է թե Հենրիխ Մխիթարյան։ Մխիթարյան։ Միշտ Մխիթարյանը բոլոր տեղերում հաղթում է։ Դե քանի որ իմ առաջին Սերը։ չէ, առաջին տեղում Քրիշտիանո Ռոնալդոն է ու ֆուտբոլից բնականաբար ավելի շատ բան ունեմ հարցնելու, խոսելու եւ Դե հա։ այլն, Մխիթարյան Հա, էլի։ Մխիթարյանը հաղթեց։ Չասեմ, բանը շուտ։ Ով, ով։ Քրիշտիանո Ռոնալդոն։ Ասել սա կյանքը սպասում։ Իսկ Մխիթարյանը թե Ռոնալդո։ Ահա։ Մի Չէ, ձևը վեց ամիս- թափի։ Առաջին ալիքում չես։ Չէ, ես անկեղծ այդ մարդկանց ցանկից կընտրեի նաեւ Լևոն Արոնյանին եւ Մալխաս Ամոյանին։ Բայց դե որ մեկին պետք է ընտրեի։ Հա, դե լավ։ Շատ լավ։ Անցնում ենք առաջ եւ խաղում ենք գուշակիր։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel քարտը։ Այս քարտը ունի մի շարք առավելություններ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն launch key ձեր, ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն։ Ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ բուժօգնություն, թռիչքի ուշացում կամ չեղարկում, ուղեբեռի կորուստ կամ ուշացում, դրամական միջոցների կորուստ, փաստաթղթերի փոխարինում եւ այլն։ Տարեկան 1 գիգաբայթ ինտերնետ ռոմինգի հնարավորություն, Global Roaming։ Աշխարհի առաջնությունից հետո ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի Mastercard World Travel քարտով։ Հիմա պարոն Սարգսյան, դուք եւ Քալանթարյանը մեկ թիմ եք։ Ռիվետա։ Դուք կրենք։ մեկ թիմ եք։ Որքան էլ դա դժվար է։ Come on։ Սատկասն։
Դե հարցրեք։ Այդ մենք Մի րոպե։ երկուսով Ճանաչում եք երկուստ էլ։ երկուսով պետք է հարցնենք հերթով, հա։ Հա, Հերթով չէ, քննարկենք նոր։ հա, քննարկեք, հա։ Տղամարդ է, Այո, Հարցնենք սպորտսմեն է թե ոչ։ մարզիկ է, այո։ Հայ է թե ոչ դա։ Հաշվում ես, չէ, երկու եղավ։ Հայ է։ հայ է, Ոչ։ ոչ։ Եթե երկար մտածեց, սա նշանակում է Հայաստանը ներկայացրել է Դարպասապահ է, Այո։ Ռոման Բերեզովսկին է։ Այո, որովհետև ես հուշեցի, որ Ինչ ես շատ եմ կարծով։ սիրում։ Բայց Բայց մի վարդ քանի է։ որ ես հուշեցի, ես Հայ չի, պատրաստել եմ Չէ, երկու բոնուս։ անկեղծո ինչ ես Ինչո՞վ ուշել, ես ուշել։ ինչ ես ուշել։ Բայց ես շատ եմ սիրում Ռոման Բերեզովսկին։ Չէ, դա Ես այն Մարկոս հարցեր եմ, ինչ չէ։ կապ ուներ։ Էդի մտածելը Չէ։ շատ օգնեց։ Այ որ մտածեցին հայ է թե ոչ մի անգամից անգամից բանալին, ասել։ բարձր Ես որ Մարկոս մտածեցի առաջինը, Չէ, ուզում ես եմ դրա համար հարցրի Շատ դարպասապահ է։ հայերից հայ է, էլի այդ տղան Հա, դրա Այնպես համար։ որ շատ, 5 հա։ հարցով Ինքնու ավարտեցին։ Կավալենկոն հայ է։ Հաղթեցին։ Հաղթեցին։ Դե 1-0 բայց։ Հա։ Չէ, բերճացա։ Բացավ, հա, Էս էր խաղաղ միջա։ Եթե նիչիա լինի, մի հատ էլ ունենք։ Հա, Հա, Տղամարդ է։ այո։ Այո, չէ։ այո։ Մարզիկ է։ Ոչ։ Ոչ, Ահա։ Դա քրքիր է, ինչ հարցնենք։ Երկիչ է։ ոչ, 3 եղավ։ Այո։ Մնաց ընդամենը 7 հարց։ հարցնենք։ Դերասանա։ ոչ։ Ոչ։ Ասում, Երկիչ չի դերասան։ Խնդրեմ Մանե ջան։ բոլոր այս կյանքում դերասան։ Այո։ Դրա լինի։ Գրող։ Ոչ։ Այս ինչ ես պայել, Մանե ջան։ Սենց ասեմ, հանգիստ կանգնված։ Հա տենց բան։ Արդեն պարտված եք, 5-ով չեք գուշակել։ Ինգոր չեք գուշակել։ Շարունակ։ Ինչ կապ ունի։ Մենք 5 հարցից ենք Կապ չունի։ հետևություն արել։ Ինչ կարար։ 10 հարցի հնարավորություն ամեն դեպքում ունի։ այո։ Ազնիվ խաղանք։ Յոպե դերասան չի, երկիչ չի, գրող չի։ Կոսմետոլոգ։ Խոհարար։ Խոհարար մնաց մեկ էլ չեք հարցրել։ Բժիշկ է։ Ոչ։ Չէ, բժիշկ հայտնի բժիշկով պետք է լիներ որ պահեր։ Հայտնի մարդ ամեն դեպքում։ Բժիշկ է։ Ոնց իմատամ նա բուժը։ Քաղաքական գործիչ, հա։ Ոչ։ Մանե ջան, ես ում ես ցույց տվել։ Դերին կա։ 6-7։ Կներեք։ Ես ուզում եմ, որ դուք պարտում եք։ 6-7։ Քանից է։ 3 մնաց ընդհանրապես։ 3 հարց է մնացել։ Քաղաքական գործիչ էլ չի։ Հյուրընկալը մնաց, չէ՞, մենակ ոչ մնաց։ 8։ Հա, չեք հարցրել։ Հայաստանից է։ Ոչ։ Կոսմոնավտ է։ Ոչ։ Ես պապիկ եկը մի քիչ ասում, Բայց մնաց մեկ։ կարար լիներ։ Կարող է Գագարինը։ Հայել չի փաստորեն։ Բայց հայկական արյուն հուշեք։ ունի։ Իսկ ո՞պես։ Այո, ինձ ասել են այդ դրա մասին։ Բա։ Հայկական օրեն ունի։ Այս բանել էր հուշում իրականում։ Չէ, լավ, մի գնացեք, չէ։ Մոռացեք Մենք դա։ չունենք Դա այդ ապակավորությունը։ Դե կարող է ճիշտ է, բայց ինքը չգիտի։ Պատահայա։ Տոտո հոյո։ Հա։ Բայց կան Այդոն չգիտի դա։ Հələ գախնի եմ պահում այդից։ Ռուսա։ Ոչ։ Դուք պարտվեցիք։ Ոչ կարող եմ գուշակել։ Այո։ 10 Ասա։ հարց հնչես, կարող ես անուն հնչես։ Ինձ թվում է ամենահեշտն է։ Բոլոր հարցերից այնքան հեշտ ես հիմա գուշակելու։ Չէ, դա թույլ էին։ Հա։ Բանն է։ Դե դժվար էր նաև ձերը հեշտ էր։ Հա։ Երրորդ հարցը սխալ տվեցին։ Լավ թե, չգիտեմ։ Ասա դե։ տեսնի։ Վայ հորս սա։ Ինֆանտինո։ Իրոք եմ ասում, գիտես։ FIFA-ի Տատիկա հայ։ նախագահն է։ Ուղղակի պետք էր, Ինֆանտինո։ երբ ասացիք Տատիկը հայ է։ մարզիկ է, ասացինք ոչ, պետք է հարցնեիք կապ ունի թե չէ, որովհետև դա ամեն դեպքում Այո։ այս ոլորտը Լինեյություն ինք Նման սպորտով է չի հայ։ զբաղվում։ մարզիկ է, Ոչ, ոչ։ եթե մարզիկ էր հարցնեիք, միգուցե մենք մտածենք։ Չէ, սպորտային Ամենայն դեպս- աշխարհի հետ կապ ունի այդ Դե որ տենց է Բերեզովսկին էլ Պրոֆեսիոնալ մարզիկ չի մարզիկ չի հիմա եղել։ ապեր։ Դու չասեիք այդ ջան։ Լավ, հիմա ուրիշ վերջին խաղն ենք Մենք խաղում հստակ ու մտածում կանոնները ենք նայել ենք։ պատիժ։
Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը, որը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ D-Energy ընկերությունը շուրջ 13 տարի է, ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքներ, եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանոր դառնալու համար։ Եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, խուսափել բարդ փաստաթղթային ընթացակարգից եւ ունենալ վստահելի գործընկեր ամբողջ ճանապարհի ընթացքում, ապա D-Energy ընկերությունը պատրաստ է մատուցելու իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր էներգիան եւ դիմեք D-Energy ընկերություն։ Զանգահարեք 8577 կարճ հեռախոսահամարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Բայց մի ինչ պատիժ, մենք մի խաղեր ունենք։ Ես հայկական հայտնի տեսահոլովակներ եմ ձեզ ցույց տալիս։ Այո։ Ես կարող եմ առաջնի պատասխանն ասել։ Չէ։ Ամպոչ գտալու։ Ուզում պատկերացնեք, էլի, մոնտաժով դներում եմ առանց սաունդի ու դուք մեկնաբանում եք տեսահոլովակը։ Բայց մեկնաբանում եք ֆուտբոլային լեքսիկոնով։ Հասկացա։ Աչի ցարված։ Սենք Պարոս Արգսյանից։ Չէ, պարոն Գիլոյանի համարն եմ արդեն բացել ես։ Բա մենք չենք տեսնի, է։ Հա։ Լիլիթ Հովանեսյանի թշնամուս չեմ ցանկանա։ Այդ պարոն Գիլյանյանն է սիրած երկրից ի դեպ։ Հա, երգ անջատում եմ, ուղղակի կադրը ինչ տեսնում եք, մեկնաբանեք։ Պատկերացրեք, որ մեկնաբանում եք ուղիղ եթերում, շատ լուրջ խաղ։ Ձեր էկրաններին ցուցատախտակն է այսօրվա մրցող թիմերի կազմերն են, գլխավոր ռմբարկուն Լիլիթ Հովանեսյանը երկարասրունք գեղեցկուհին մոտենում է մրցավարին, այդ մրցավարական տորտն էր, խնդրեմ, այս փոքրիկ թխվածքով ուզում է կաշառել 5 գոլ խփած մրցավարին, տեսար։ Հանվում էր։ Հանդերձարանն է, պատրաստում են հանդիպմանը։ Համբուրվելով։ Այստեղ, այո, այստեղ սառույց են դնում վերքերին, որպեսզի թարմ դուրս գան խաղադաշտ։ Անկյունայինի խաղարկման ժամանակ հերվիս նայում է այնտեղ ինչ է կատարվում, փոխանցում Տուգանային հրապարակ։ Հարված չկար դեռ։ Չէ, դեռ հարված չկա։ Այստեղ շփումներ են ուղղակի Ֆուտբոլա որ շփումներ են։ Շփումներ են, սերտ շփումներ։ Հիմա մտածում է 5-րդ գոլը խփել, թե չխփել։ Այդ դեպքում լավագույն ռմբարկուն։ Նախորդ 4 գոլեր են չի մեկ։ Այո։ Այնուամենայնիվ մոտենում է վտանգավոր արված ու ինչ շեշտակի դանակահարություն, ես ապշած եմ ուղղակի շեշտակի դանակ։ Ես ինչ դաժաբաներ եք տվել, սա ոչ մի կան է։ Ես սպասում եի այդ վտանգավոր արվածին։ Դանակահարեց։ Ապերա խփեց։ Հեր 18 պլյուս կադրերով տես բաներ։ Ո՞ն գիլոն մտես բաներ կյանքում։ Խփեց խրեց մեջքը։ Լավ էր, չէ։ Գարամ են քեզ տալիս եմ Ռազմիկ Ամյանի Շիրազի գովքը։ Հատկապես այն սառույց են դնում վերքերին, լավ։ Ինձ նույնը կարող եք տալիս նույնը։ Ինչ շարունակություն ուզում եմ տեսնել։ Չէ, հետաքրքիր մասերն են բաները։ Ահա, Ռազմիկ Ամյան Շիրազի գովքը։ Եվ ախնդրեմ Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Grand Prix-ն Ռազմիկ Ամյանը Mercedes-ի ավտոարշավորդը իհարկե այստեղ չափազանց լուրջ պայքար է լինելու, հա տեսեք Լյուիս Հեմիլտոնն է վիճաբանում մրցակիցների հետ, արդեն ծեր է Լյուիս Հեմիլտոնը դա երևը, մոտ է թափ տալիս նույնիսկ եթե նկատում եք, սա կարող է որակազրկում արժանալ, նրան մոտեցավ Ամյանը եւ հրաշագործ գրքերից նրա Հեմիլտոնի լավագույն ստեղծագործություններից մեկը փորձում է ձեռք բերել Ամյանը եւ միգուցե հետագայում նա դառնա Հեմիլտոն, Շումախեր կամ միգուցե ոչ այնքան հայտնի, բայց Ֆելիպե այո, Ֆելիպե Մասայի մասին էլ այստեղ ինչ որ բան գրված է։ Կարծեմ ու տեսեք, կայծակ ու դուրս է գալիս դիմացից Ֆորմուլա 1-ի մեքենաների դիմացից չեմ հիշում, ինչ մեքենա, անվտանգության մեքենան է դուրս գալիս եւ Ռազմիկ Ամյանը անմիջապես գեղեցկուիներով է շրջապատում, ի վերջո շամպայն պետք է վերջում այո, մի փոքր կոպիտ էր Կարեն Գիլոյանը, բայց դե սա է իրականությունը։ Եվ ախնդրեմ վայելում է Ամյանը իր գեղեցկուհուն, փորձում է վայելել, ի դեպ աչքով լեզուս պապանձվեց, այո, այո։ Այո, այստեղ Ռազմիկ Ամյանին չէր տեսել։ Շատ խնդրեմ, սա այն դրվագն է, երբ շուտով շամպայն կբացեն, Ամյանն էլ վայելեց, վստահ եմ մինչև վերջ մենք չտեսանք այդ կադրերը ու խնդրեմ Ֆորմուլա 1-ի նոր մեքենան Volgan, արդեն Volgan ներկայացված կլինի հաջորդ Grand Prix-ում, իսկ Ռազմիկ Ամյանը շարունակում է հայացք նետել ուրիշի պարմանուհիների հետևից,
հերթական, արդեն նրա աչքին տեսեք, միայն աղջիկներ են երևում, նա մոռացավ, որ Ես, ինչպես եւ ես։ ես քրտնեցի ոնց։ Այո, նրա այս գեղեցկու ազդրերը երբ շարժվում էին, Սենց տեսալովակներ կան հայ։ ես չեմ տեսել, երդվում եմ, բայց պետք է նայել սա անպայման։ Կողա վիդեոն փոխվել է ուրիշ բան։ Չուպա-չուպս է, ինչ ակնարկ է սա, չգիտեմ, անկեղծ ասած ոստիկանի կողմից, Ամյանը մինչև վերջ նայում է, չհամոզեց, ամեն դեպքում չհամոզեց ոստիկան ու եկավ իր միջավայր արդեն Ռազմիկ Ամյանը արդեն այստեղ հերիք չի։ Հերիք է, ես սպասում եմ ինչքան։ Քեզ ասեմ, ինքը պատրաստվել էր երկրորդ քաղաքից։ Նա պատտվեք վերջում էքստրա թայմ ես կմեկնամ։ Շարունակությունը, չէ։ Քեզ Քալանթարյան տալիս եմ Սիլվա Հակոբյանի։ Սայատնով։ Կոմիտասի վերջի կլիպը։ Սիլվա Հակոբյանի տնից փախել եմ։ Հա, այդ դու շատ ուժեղած ես։ Հա, շատ լավ։ Իրականում իմ ամենասիրելի։ Փախչելու մարզաձևը ինքը շատ ասում։ Խաղից փախչել։ Շատ իրադարձություններ են տեղի ունենում, էլի, ասես շատ ուշադիր պետք է լինել։ Ասին մեկնաբանենք, պարոն Սարգսյան։ Երկու ինձ տված հասնել պետք է մեկնաբանես։ Կարամյան եւ Ես վստահում եմ երիտասարդներին։ Չէ, ծանոթ բան եմ ընտրել ձեզ համար։ Հանդիպում մեկնարկում է շատ դաժան տեսարանով, կրակում են միմյանց երկրպագուները եւ պայքար է ընթանում ավելի լավ տեղ զբաղեցնելու համար տրիբունայում եւ մեկնարկային կազմի 5 խաղացող չի կարողանում այդ երկրպագուների արանքով անցնել եւ դուրս գալ խաղադաշտ, բայց համառություն է դրսևորում Սիլվա Հակոբյանը, որը խաղում է 10 համարի համազգեստով, եւ նա այսօր խաղալ է Մարոկոյի հավաքականից, որովհետեւ կանաչ եւ կարմիր հագուստով է, արտավազդն է հայտնվում կադրում եւ ոչ Կարամյան։ Այո, ոչ Քարամյան, բայց այսօր նա Քարամյանի պարտականությունը կատարի։ Այո, Ամիրյանի մասն է խոսքը բնականաբար։ Սիլվա Հակոբյանը փորձում է զբաղեցնել իր տեղը հարձակման գծում, բայց անընդհատ խոչընդոտների է հանդիպում, ինչպես օրինակ այս BMW-ն հայտնվեց խաղադաշտում հասկանալի չէ, բայց ամեն ինչ անում են, որ նա չկարողանա այսօր իր ռմբարկոյական հատկանիշները ցույց տալ եւ միջամտում են տարբեր կրոնի ներկայացուցիչներ այստեղ եւ ծիծաղել կարելի է եւ լալ, որովհետեւ չգիտես ինչու ֆուտբոլային հանդիպումը այսպիսի խառնաշփոթի է վերածվում, բոլորը փորձում են խոչընդոտել Սիլվա Հակոբյանին, բայց մանուկները այստեղ պատրաստել են մի շատ հետաքրքիր ծուղակ նրա համար սեղանի տակից հրացաններով բարձրանալու են։ Իսկ այս ընթացքում արտավազդը տագնապի ազդանշան է ստանում եւ հիմա կհաղորդի, որ բոլոր տրիբունաները պետք է դատարկվեն, որովհետեւ կա վտանգ, որ ռումբ է տեղադրված եւ լուրերով են արդեն այդ մասին հայտնում, մարդիկ իմանալով լուրը վատանում են, ընկնում են, ահա եւ հայտնաբերվել է ռումբ գրությունը մենք տեսնում ենք ու այս առիթը օգտագործելով Սիլվան եւ Արտավազդը փորձում են ամեն դեպքում դուրս գալ խաղադաշտ եւ կատարել իրենց բուն պարտականությունը, թեև շատ երկրպագուներ դեռ չեն հավատում, որ սա իրականություն է եւ չեն ցանկանում հեռանալ։ Գիտես, այնքան կենթանի է վարում, որ ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե Զանգի ու Սիլվային այդ ամեն ինչը ուղիղ եթերում ասի։ Օ, որպես պատիժ կարող ենք դա անել։ Այո։ Զանգ Սիլվա Հակոբյան։ Բայց մեկ ոդքի վրա, որ գնանք ինչ պատժի։ Այդ ինչ էր, չհասկացա։ Հասկանաս, հեսա կզանգի։ Գիտեք ձեր համար որն է? 1 րոպե, ոչ ավել։ Մեկը իրենք պատժվելու են։ Հա, շատ չեք ուզում։ Շատ լավ։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Ձեր թիմի անունը ի՞նչ է։ Մեր թիմի Ամբռնազբոսներ։
Առնետներ։ Ամբռնազբոս։ Չախիչներ։ Առնետներն են նրանք, Դահիճներ։ առնետներ։ Իսկ ձեր Մեծահոգի։ Չախողներ։ չախիչները կպաշեն մեծահոգիներին, այս բանը։ Այո։ Ինչա միշտ պատիժը ինչ որ մեկին զանգել, կասեք Այլ ուրիշ կերպ ֆանտազիա չունեք ուրիշ։ Այլ կերպ աջենք։ Կարակ։ Հա, կարակ, հանգիս։ Ժիմ 20 հատ։ Իմ ընկերներն են, ես դրանց ոնց խփեմ։ Քո ուդարը թույլ է դու։ Ժիմ 20 հատ։ Օրինակ կարող եք ասել, Հա։ Էդո ջան 15 հրում սեղմում ատակից։ հատակից 15 սեղմում, Բայց մաքուր։ 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 Ու Ստավա Սարգսյանը։ Բայց Սլավա Սարգսյանը կլինի անի։ Ստավա Սարգսյանը ծերին նստած։ Ինչ հիմա անեմ։ Կարաս։ Մանուչան։ Հեշտ է դա քեզ համար։ Չէ, հա, ոնց է։ Եթե հեշտ է 50։ Իո։ Ես կողմից Իսունը լավ չկա է։ հաշվի մինչև ասվայից։ Շնորհակալություն։ Ինչ հիմա անեմ։ Եթե հեշտ է իրեն։ Չէ, հեշտ չի։ 15 էր, մի էլ Ես ավելացրու։ 20 էի ասել, պարոն Գիլյանի չեցրես 15։ Լավ, 15։ 15։ Լավ, ոչ քեզ, ոչ 17.5։ 17.5։ 15, եկեք պայմանավորվենք 15։ Ուրեմն դժվար է իր 15։ Մեծ մարդ եմ, անը։ Զիչենք էլի ամեն դեպքում։ Այո, 15։ Բայց կարելի է Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարելի է բյութի բաժակներ տավի դնել չի այս տարիքում։ Ինչ տարիքա 26 տարեկան է։ Հա, դե եթե 26 տարեկան է, ուրեմն Իջացրած է տարիք։ Սկսեք։ Որ ուղությամբ։ Էստի համեցեք։ Որ Դեպի ուղությամբ։ էսկո։ Դեպի կամերաներ։ Պահեք սա խնդրում եմ։ Շնորհակալություն։ Գնաց։ Օպա։ Բայց դուք եք մեկնաբան եք։ 1 մենք կհաշվենք 3 հələ որ մաքուր է 4 կուրծքդ գետնին Հələ 6 7 8 9 10 11 12 13 14 15 ապրես ես ծաղրում Մնաց 15-ը։ ու մաքուր արեց ես Մաքուր արեց։ այո Թեև դժվար էր ընթացքում, բայց ես Կարող է։ աշխարհի չեմպիոնի պես Հեռախոսի։ Հա։ այո Շնորհավորում եմ։ Պարոն Սարգսյան, Հիմա սրա կեսը բայց պետք է տասից։ Լավ, պարոն Սարգսյանին չենք պատժում։ լավ չէ պարոն Սարգսյանին ոնց պատժենք Այս խաղը քո դեմ էր, էլի ոչ մեկի չի պատժենք կամ բարի մարդ է որ այս մարդը ու պատժենք Հա։ Ես նենց չարիցան Ոկեզի քիչ էր Անչափ շնորհակալ եմ, որ եկաք։ Ես ձեզ նվերներ եմ Պահպանակ։ բերել։ Ձեր թիմին դեղին։ Այ Շնորհակալություն։ Չոկոյան շոկոլադապատ չրերը, հայկական արտադրության շատ Շնորհակալություն համեր շատ։ չրեր են, շոկոլադներ Շոկոյան։ են։ Եթե խելոք չմնաք մենք ձեզ դեղին կարծում Մանուշակագույն քարտ չկա։ Մանուշակագույն քարտը նշանակում որ կարմիրին ավելի մոտ ես, էլի։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք։ Չմոռանաք բաժանորդագրվել, հետևել եզրափակչին։ Եվ երկրպագել Ֆրանսիայի հավաքականին, Մանե ջան, այո։ Արգենտինա։ Արգենտինա Ֆրանս։ Ասա, ով է։ Allez, Արգենտինա։ Ֆրանսիա։ Օ, 2-2։ Allons enfants։ Մենք ով երկի Ֆրանսիայի օրները կամ Արգենտինայի կհաղթեն։ Կարտիկներ են։ Իհարկե։ Կորոշվի եզրափակիչ։ Դե ասե Իսպանիա, Եկեք վերջում օրդեկտե բառը չունի։ Լուրջ։ Հա։ Եկեք վերջում ասեն գոլ ու փակենք։ Բա գոլը չի խփվել ոնց խաղալանք Մենք արհեստական երբեք գոլ չենք Չէ, երբեք։ երբեք Պատկերացրեք Մանե ջան, խփեցի։ մի հատ 5000 դիտ գրպան նայ ոնց է գոռում։ Լավ, խնդրում եմ Այդ էլի։ ռուսական։ Սա AI-ով գնդակ ավելացնեմ։ Ինչպեսի երաշալի հաղթանակ։ Մերսի շատ էսքան դժոխ։ այո Վերսի ձեզ է։ շնորհակալություն ապրես Ոչ իմ բան, աղջիկս Մայքլ։ այսքան խանդավառություն միշտ պահես Դուք էլ, ձեզ լիքը Այո։ պատմություններ եմ մաղթում, որ էլի գաք մյուս աշխարհի խաղերը։ Ապրես ման ջան։ Մերսի շատ։ Իրոք կփորձեք շատ համով շոկոլադ։ Այո։ Հատ անում հավասարար։ Ինչ արժե եք բայց։ չէ ես խելոք մանե ջան ես չես ինչ աստուգար Մանչուկ։ Ականան բանանեմ դու ինձ մի բանով ցույց տուր։ Մեկնաբանների խփոցին։ Էդս էլ Թեթեն հեսա Թեթև։ բոլորի։ ես շատ ուժեղ եմ թե խաղում։
հա։ Թեթեի ողջ Թեթիստ է, վարվել։ ինքը թեթիստ։ Պարիստ չլինեմ կարող։ Պարիստ։ Թեթեիստ։ Հիշեցիք Պարիստին։ Եվ երիտասարդներ։ Ոնց մենակ։ Իսկ Ջայլ դուք ջան։ ով եմ խոսում։ Ջայլ ջան։ Բայց այս պահպանից հետո պետք է վաղվանից խիստ դիետա։ Ջամալ Մուսիա։ Կարող անունները Մուսիալա, Մուսիալա։ Ինչ ասում եք, անգիր անում եմ։ Ջամալ Մուսիալա։ Ես Ուզում եք չգիտեմ մի հատ էլ իրանց Չէ, նորմալ է, պատվել են։ Չէ, իրանք պարտվել են սենց տենենց։ Մի հատ էլ Բայց փորձեմ։ մենք մեզ պարտված չենք համարում։ Մի հատ էլ փորձենք։ Մեր բասկի ուժը մի հատ թող գա։ Փորձենք։ Արմեն խոսի։ Լավ, դե հասկացանք, տղամարդավարի ընդունեք ձեր պարտությունը, չգիտեք, Մենք չգիտեք։ տղամարդավարի պայքարում ենք։ Դե հարց տվեք։ Օ։ Խաղը տևում է 90 րոպե։ Այո, 81-րդ րոպեն։ Դուք խիղճ ունեք։ Ինֆանտինոն մարզիկ է եղել։ Բան չեք ասում մարզիկ չի։ Հայտնի մարզիկ է եղել։ Այո, բացի նայի։ Չէ։ Սպորտով զբաղվել է պրոֆեսիոնալ։ Դու պիտի ապացուցես։ Ըստ կնայեմ, կարելի է նայեմ։ Իհարկե։ Հանձնվեց։ Ահես հայացքից երևում է որ անձնատուր է եղել։ Արդեն թևերը Ծարս է գալիս։ վերջին 10 վայրկյանը որ բրթում են Դա արդեն։ զգուշակ է։ Շատ դժվար է կընդունում ձեր Չենք ընդունել, բան Սարգսյան, մենք Դժվար է էլ կընդունում։ Ընդհանրապես չենք ընդունում, ոչ թե դժվար ենք ընդունում։ Բառախաղի աստվածներից մեկը նստած ուզում է մեզ ապակողնորոշել։ В юности он играл в футбол на любительском и студенческом уровне. Գնդրեմ, պրոֆեսիոնալ մարզիկ չի եղել։ Բանը Արմեն Մելիքբեկյանի նման է։ Պարոն Չէ, Սարգսյան, չէ։ դուք ասեք։ Ինչ պիտի ասենք։ Պատժում ենք իրանց թե ոչ։ Հա ոչ։ Ինչի։ Մենք Հավեսի Ստեղծեց է հաղթողին են պատժում։ Չէ, պատիժը մենք պատժում։ Հա, Մենք լավ։ հստակ նայել ենք կանոնները, խաղի նոր ենք եկել։ Դուք էլ կարաք իրանց։ Դες իրանք, նա իրենք ներեցին, մենք չենք ներում, Մենք մենք չենք պատժում ենք։ մենք պատժում Հա, ենք։ իհարկե։ Մենք Բարելի։ պիտի թույլ չտայինք, որ իրանք խախտեն։ Իհարկե։ Ձեր ամենամեծ սխալը այդ էր։ Այդ թույլ չտայինք։ Թույլ չտայիք։ Դե մենք ուշադրություն Տեսնես, ասեմ, չդարձրեցինք, առնական- արհամարեցինք մեր մրցակիցներին դրա համար է։ Ճառաման է։ Այդ շարհամարեիք։